Հայաստանի կոմունիկացիաների բացման վերաբերյալ տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի գործընկերների կողմից։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ամփոփելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած աշխատանքային այցի արդյունքները նշել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Փոխարտգործնախարարը նշել է, որ Երևանը հանդես է գալիս նախաձեռնություններով, որոնք գնահատվում են ոչ միայն որպես իրատեսական, այլև համահունչ տարածաշրջանային կայունության և գործակցության տրամաբանությանը։ Ըստ էության կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Փաշինյան-Էրդողան հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացները, Մերձավոր Արևելքում զարգացումները, նաև Հայաստան-Ադրբեջան երկխոսության ընթացիկ փուլը։ Կոստանյանի խոսքով արձանագրվել է, որ օրինակ Մերձավոր Արևելքի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները մոտ են։ Ինչ վերաբերում է երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը Կոստանյանը նշել է. Ընդգծում եմ, երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք։ Թուրքական կողմի դիրքորոշումը կարծում եմ ծանոթ է բոլորիդ։ Հայաստանը հանդիպման ընթացքում ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, որը ենթադրում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում ի նպաստ բոլոր շահագրգիռ կողմերի։ Թուրքիան ձգտում է դեպի կենտրոնական Ասիայի կապուղիները ավելի բարելավել Հայաստանի համար, որպես դեպի ելք ծով չունեցող պետություն, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ եւ վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր 3 կամ եթե ոչ կուզեք ասել 3.5 սահմանները փակ էին կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Լրագրողի հարցին, թե արդյոք թուրքական կողմը բարձրացրել է Ադրբեջանի առաջ քաշած անխոչնդոտ միջանցքի պահանջը, Կոստանյանը միանշանակ պատասխանել է. նման պնդում թուրքական կողմից չի հնչել։ Կոստանյանը տեղեկացրել է նաև, որ Փաշինյան-Էրդողան հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթին և հաղորդակցուհիների ապաշրջափակմանը։ Նրա խոսքով կողմերը շարունակում են երկխոսությունը և մոտ ապագայում հնարավոր է նոր հանդիպում կայանա։ Վերջին քննարկումը, որի մասին բոլորդ վստահաբար տեղյակ եք, երկու երկրների ղեկավարների միջև Տիրանայում տեղի ունեցած հանդիպումն է։ Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Փոխարտգործնախարարը ևս մեկ անգամ հստակեցրել է, որ Հայաստանի համար շարունակում է սկզբունքային մնալ այն, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո և այդ ճանապարհի նկատմամբ լիարժեքորեն պահպանվի ՀՀ սուվերենությունը։ Նա նաև խոսել է հայ-ռուսական հարաբերություններից և ընդգծել, որ երկու պետությունների միջև հարաբերությունները պաշտոնապես շարունակում են մնալ բարեկամական և դաշնակցային։ Ինչ վերաբերում է ԱՊԿ-ին, ապա ըստ Կոստանյանի կառույցում Հայաստանի ապագա մասնակցությունը հարցականի տակ է։ Կոստանյանը ևս մեկ անգամ նշել է, որ եթե ՀԱՊԿ-ը չհստակեցնի իր դիրքորոշումը Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ գործողությունների վերաբերյալ, ապա Հայաստանը կկայացնի վերջնական որոշում։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, փոխարտգործնախարարի խոսքով Հայաստանը շարունակում է անդամակցել և միաժամանակ խորացնել կապերը Եվրոպական միության հետ։ Կոստանյանը նաև հայտնել է, որ Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ Հայաստանում ռուսական ռազմաբազան փակելու վերաբերյալ որևէ հարց չի քննարկվել։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։